Կշահեր Հայաստանի 9-րդ գումարման խորհրդարանը, եթե ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքները չվերցնեին մանդատները, հարցնում են ընդդիմադիր երկու ուժերի անդամները։ Խորհրդարանը քաղաքական զենք է, որը չի կարելի չօգտագործել։ Հայաստան դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը Վրաստանի խորհրդարանական վերջին ընտրությունների օրինակով է բացատրում։ Այդ երկրի ընդդիմադիր ուժերը չհամակերպվելով վրացական երազանքի հաղթանակի հետ մանդատները չվերցրին, բայց դրանից ոչինչ չշահեցին։ Փոխարենը բարձրացավ գործող իշխանության վարկանիշը։ Վրացի ընդդիմադիրները չվերցրեցին մանդատը, երկար ժամանակ եվրոպական տարբեր միջանցքներում փորձում էին ապացուցել, որ իրենք են իշխանությունը եւ վրացական երազանքը հաղթել էր ընտրություններում, բայց տեսանք, որ արդյունքի չհասան, իսկ վերջերս Երևանում երբ տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, տեսանք, որ Վրաստանի վարչապետը, ում այդքան քննադատում էին արևմուտքից, նույն շարքում կանգնած էր։ Արթուր Խաչատրյանը ըմբռնումով է մոտենում ընդդիմության այն ընտրողներին, որոնք դժգոհում են, թե մանդատները վերցնելով Հայաստանն ու ուժեղ Հայաստանը լեգիտիմացնում են ընտրությունների կեղծված արդյունքները։ Ես հասկանում եմ, որ հանրության որոշ հատվածում կա որոշակի էմոցիոնալ դժգոհություն, բայց եթե էմոցիաներից ուղղակի դուրս գանք, տեսնենք, որ սա թերևս միակ ճիշտ տարբերակն էր։ Բոլոր հնարավոր օրենքով նախատեսված տարբերակները պետք է օգտագործվեն։ Խորհրդարանը թիվ 1 ամբիոնն է, որտեղ պետք է ներկայացնել իշխանությունների բոլոր բացթողումները եւ ներկայացնել այլընտրանքային լուծման տարբերակները։ Ըստ Խաչատրյանի, ընդդիմության դիրքերը նոր խորհրդարանում ավելի ամուր են, որովհետև ՔՊ-ին չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն, չնայած արտաքին խաղացողների բացահայտ աջակցությանը, վարչական ռեսուրսի չարաշահմանը եւ ընդդիմադիր ուժերի նկատմամբ աննախադեպ ճնշումներին։ Հիմա իրենք սահմանադրական մեծամասնություն չունեն եւ ձայների տարբերությունը ավելի քիչ է, քան թե մենք ունենք 8-րդ գումարման ազգային ժողովում։ Եվ հենց այս պատճառով էլ ըստ Հայաստան դաշինքի անդամի ՔՊԱ-ական քարոզիչները առաջ են տանում մի կեղծ թեզ, թե ընդդիմությունը անելիք չունի նոր խորհրդարանում։ Ինչքան էլ խոսեն, որ այ տեսեք մենք ինչ ուզեցինք անենք, ձեր համար դժոխք ենք սարքելու եւ այլն, շատ ավելի իրանց հարմար կլինի, որ ընդդիմություն չլինի խորհրդարանում, ինչ կուզեն կանցկացնեն։ Մյուս կատեգորիան, որոնք քննադատում են, դրանք քաղաքական ուժեր են, ովքեր կարող են իրենց դիրքավորում են որպես ընդդիմադիր, բայց կարծում եմ, որ շատ ուշադիր լսում են, թե իշխանությունները ինչ են ասում։ Եթե Հայաստանն ու ուժեղ Հայաստանը հրաժարվեին մանդատներից, ապա ըստ Խաչատրյանի հնարավոր է ՔՊ-ն դիմեր բարձր դատարան ու փորձեր ընդդիմադիր երկու դաշինքների մանդատները բաժանել գրպանային ընդդիմությանը։ Վերջին տարիներին սահմանադրությունը հնարավոր բոլոր ձևերով ոտնահարած իշխանությունից ամեն ինչ սպասելի է, ասում է նա։ Եթե հարցը գնահատներ սահմանադրական դատարան անհստակության հիմնավորումով եւ այլն, խորապես վստահ եմ, որ սահմանադրական դատարանը նման որոշում կայացներ։ Եվ հաշվի առնելով սահմանադրական դատարանի կազմը, կարծում եմ որևէ մեկը չի կասկածում, որ այնպիսի մեկնաբանություն կտային, որը հնարավորություն կտար Նիկոլ Փաշինյանին ավել ամրապնդելու իր դիրքերը խորհրդարանում։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչը վստահ է, սահմանադրական մեծամասնություն չստացած Փաշինյանը նոր խորհրդարանում փորձելու է ամեն գնով կատարել մայրօրենքը փոխելու ադրբեջանական պահանջը։ Ըստ նրա, հենց այդ պատճառով էլ հապշտապ փոփոխություններ արվեցին ընտրական օրենսգրքում ու հանրաքվեի մասին օրենքում, սահմանափակելով Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը։ Որովհետև ինքը Ադրբեջանին եւ Թուրքիային խոստացել էր։ Արթուր Խաչատրյանը պնդում է, եթե ընդդիմությունը չվերցներ մանդատները, Փաշինյանը առանց որևէ խոչընդոտի կանցկացներ Հայաստանի սահմանադրության Բաքվի հեղինակած փոփոխությունները։ Մեր հայրենակիցների շատ ակտիվ մասնակցությունը խախտեց Նիկոլ Փաշինյանի ծրագրերը։ Ես հույս ունեմ, որ մեր հայրենակիցները ուղղակի կվերկենան եւ կմերժեն Նիկոլ Փաշինյանի ներկայացված եւ Բաքվում հեղինակած սահմանադրության տեքստը։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։